Շերի մաֆակումբը և Կենտրոն հեռուստաընկերությունը ներկայացնում են Մաֆիան քաղաքում Լինել վստահ, լինել խորամանկ, պահել ինտրիգը, երբ մեկ վայրում հավաքված են 10 անհատ, օժտված, այդ և բնականաբար հաղթելու ցանկությամբ, ուրեմն մաֆիան է քաղաքում։ Տիկնայք և պարոնայք, բարի երեկո, կրկին ողջունում եմ ձեզ այս հրաշալի տաղավարից, հրաշալի մարդկանցով շրջապատված, կռահեցիք։ Մաֆիան քաղաքում հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանն է։ Ողջույն հարգելի մասնակիցներ։ Ուրախ եմ ձեզ տեսնել այս տաղավարում, ուրախ եմ տեսնել ինձ սիրելի դեմքեր, ուրախ եմ տեսնել նոր դեմքեր, մի խոսքով ուրախ եմ, պարզապես ուրախ եմ այս օրվա կապակցությամբ։ Ինչպես գիտեք, խաղում ենք մաֆիա, խաղում ենք թիմային խաղ, սակայն այս թիմային խաղը ունի հաղթողները, իսկ հաղթողները անհատներ են, այնպես որ մաղթում եմ ձեզ լավ խաղ ողջ եթերաշրջանի ընթացքում, որովհետև առաջին 3 լավագույն խաղացողները արժանանալու են շատ հետաքրքիր մրցանակների։ Դե ինչ, եթե պատրաստ եք, եթե հիշում եք բոլոր կանոնները, տաբուները, կարելիները և չի կարելիները, շուտով կսկսենք խաղը, բայց մինչ խաղը սկսելը ես ուզում եմ անպայման անդրադառնանք այն մարդկանց, այն ընկերություններին և այն գործընկերներին, ում շնորհիվ նաև կայանում է այս ամենը։ Նախագծի գլխավոր հովանավորներն են Իջևանի գինու գործարան, Զորելլի ծառայությունների հարթակ, Գտիր անհրաժեշտ մասնագետին Զորելիում, 180+ ծառայությունների վերիֆիկացված մասնագետներ, 1 հարթակում, ընտրիր ծառայությունը, լրացրու պահանջվող մանրամասները, ստացիր առաջարկներ մասնագետներից ու համեմատիր։ Հարմար տարբերակը հաստատելուց հետո մասնագետը կայցելի ու կկատարի պատվերը։ Զորելի, օգնող ձեռք յուրաքանչյուր ընտանիքի համար։ AH Travel տուրիստական ընկերություն Ճամփորդությունը պարզապես տեղ հասնել չէ, դա զգացողություն է, որը սկսվում է ճիշտ ընտրությունից։ Բարի գալուստ LH Travel, ձեր վստահելի ուղեկիցը աշխարհի ցանկացած ուղղությամբ։ Մենք ստեղծում ենք ոչ թե ուղղակի տուրեր, այլ հիշողություններ, որոնք մնում են ձեզ հետ երկար տարիներ։ Պլանավորիր քո հաջորդ ճանապարհորդությունը մեզ հետ 077 52 18 12 LH Travel, ճանապարհ դեպի քո լավագույն հանգիստը։ Հովանավորներն են Տակտիկալ բունկեր Մոգո ունիվերսալ վարկային կազմակերպությունը Սա լավ տեսք չունի։ Ուզում ես շտկենք։ Հա, շատ ավելի լավ է։ Մոգո, ստացիր անգրավ վարկ և դարձրու կյանքի բարեփոխումները հասանելի։ Այբոլիթ հեռախոսների և աքսեսուարների մասնագիտացված խանութ սրահների ցանցը Կեչուտ ռեստորանային համալիրը, Վարվիքս մսամթերքի արտադրամասը։ Ցուցադրման հովանավորներն են Like.net ընկերությունը,
LikeNet ընկերությունը մատուցում է ինտերնետ եւ հեռուստատեսային ծառայություններ։ Մեզ հետ դուք ստանում եք անխափան ինտերնետ եւ բարձրորակ բազմաթիվ հեռուստաալիքների դիտման հնարավորություն։ Հատուկ առաջարկ, հրավիրիր ընկերոջդ եւ ստացիր 1 ամիս անվճար ինտերնետ։ LikeNet, որակյալ կապի ձեր վստահելի ընտրությունը։ Լեդիզոն կանանց մարզասրահների ցանցը։ $379 գարեջուր։ Full Service Consulting հաշվապահական ընկերությունը։ Ինչպես գիտեք, մաֆիայում կան կարմիր եւ սև խաղացողներ։ Այդ իսկ պատճառով Full Service Consulting-ը այսօր ներկայանում է այս հանդերձանքով։ Full Service Consulting հաշվապահական ընկերությունը համագործակցում է մաֆիան քաղաքում հաղորդաշարի հետ եւ հայտարարում ենք, որ եզրափակիչ անցած բոլոր մասնակիցները կստանան 100,000 դրամ արժողությամբ նվերքատեր մեր բոլոր ծառայություններից օգտվելու համար։ Բոլորին մաղթում ենք բարի դիտում։ Ահա վերադարձանք կրկին տաղավար, Լիկա ջանս մենք պատրաստ ենք, շատ լավ։ Գիշեր քաղաքում։ Խաղին մասնակցում են 10 մասնակից։ Նրանցից 7-ը կարմիր են, 3-ը սև։ Կարմիրների ղեկավարն է շերիֆը, սևերինը Դոնը։ Առաջին գիշերը բոլոր մասնակիցները ընտրելով խաղաքարտ ծանոթանում են իրենց դերին։ Խաղաքարտին ծանոթանալուց հետո արթնանում են 3 սևերը։ Դոնի գլխավորությամբ ծանոթանում են միմյանց հետ եւ Դոնի նշանով որոշում են հաջորդող 3 գիշերվա զոհերին։ Ամեն գիշեր Դոնը իրավունք ունի փնտրել շերիֆին։ Ստուգման հնարավորություն ունի նաեւ խաղի շերիֆը, բարձելու կասկածյալի գույնը։ Ցերեկային փուլում յուրաքանչյուր խաղացող ունի 1 րոպե խոսելու ժամանակ, որի ընթացքում նա պետք է արտահայտի իր կարծիքը այլ խաղացողների վերաբերյալ։ Համար 1։ Ակնկալիք ունեմ, որ ինձ թողնեն խաղի մեջ, չհանեն միանգամից, որտեղ անցած խաղի հենց առաջին գիշերը սևերը վախեցան իմ կարմիր գույնից հանեցին, խաղից հեռացրեցին։ Էլի մարտական եմ տրամադրված, հաղթական եմ տրամադրված, սպասում եմ վերլուծական լավ խաղ, որպեսզի հաղթեն կարմիրները։ Համար 2։ Անցած խաղի համեմատ ավելի ոգևորված եմ տրամադրված, մտածում եմ, կամ դոն կընտրեմ, չգիտեմ խի, ինձ թվում է սիրտս վկայում է, որ կամ դոն եմ լինելու, կամ շերիֆ եմ լինելու, բայց ամեն դեպքում պատրաստ եմ իմ թիմակիցներին օգնեմ, կապ չունի ինչ խաղաքարտ եմ ընտրելու։ Համար 3։ Եկել եմ արտական տրամադրվածությամբ, ուզում եմ կրեմ, բնականաբար, ոնց որ բոլորը, նախընտրում եմ կարմիր խաղաքարտ, քանի որ կարմիրի դեպքում ես խաղում եմ լիարժեք ու հաճույք եմ ստանում նաև իմ խաղից։ Ուզում եմ արդից օգտվել, շնորհակալություն հայտնել նաև կազմակերպիչներին եւ հովանավորներին, որ ընձեռնեցին մեզ նման հնարավորություն, ամենաառաջինը լավ ընկերներ ձեռք բերելու համար, շատ շնորհակալ եմ։ Համար 4։ Իմ ամենասիրելի խաղաքարը շերիֆն է։ Ես շատ եմ սիրում շերիֆ խաղալ, որովհետև շերիֆ ինձ թվում է ավելի հետաքրքիր է, քան օրինակ կարմիր խաղացող։ Համար 5։ Տրամադրված եմ մարտական, ինչպես միշտ, միայն հաղթանակով խաղը ցույց կտա։ Կրկին անգամ ուզում եմ մաղթել բոլորին լավ խաղ, կապ չունի գույնը, ինչ գույն լինի։
Համար 6։ Հաճելի է, որ քո թիմը հաղթում է, որովհետև վերջին քննարկումների ժամանակ բան ես ունենում ասելու, խոսալու, բայց ուզում եմ այս անգամ գոնե կարմիր խաղացող լինեմ, հանգիստ խաղամ, չնայած որ սևել եմ հանգիստ խաղում։ Համար 7։ Այս խաղի մեջ երկու գույն կա, չէ՞։ Ես ընտրության երկու հնարավորություն ունեմ։ Բայց այս մի գույնը առանց այն մի գույնի չի լինում, այդ պատճառով երկու գույնն էլ սիրում եմ։ Եթե ճիշտ տեղում են, էլի։ Համար 8։ Կարծում եմ հետաքրքիր խաղ է լինելու, որովհետև հետաքրքիր մարդիկ են հավաքվել տարբեր բնակավարների եւ տեսնենք ում հմտություններն են, ում կարողություններն են, այս դեպքում ավելի լավը։ Համար 9։ Խաղաքարտից հագախված, թե ինչ խաղաքարտ կընկնի, արդեն հերթականությունը կհասկանանք ինչպես կընթանա։ Եվ համար 10։ Խաղից առաջ բնականաբար չեմ կարող ասեմ մեր թիմը կգաղթի, ինչ քար կքաշեմ, ուզեմ այս խաղում կարմիր լինեմ եւ օգնեմ իմ կարմիր թիմին հաղթի խաղը, բայց եթե սև լինեմ, փորձեմ սևով էլ հաղթեմ, քանի որ տրամադրված եմ հաղթանակի միայն եւ միայն հաղթանակի։ Հաղթանակը գեղեցկացնում է մարդուն։ Շնորհակալություն, քարտերը բաժանված են, արթնանում են սևերը։ Սա խաղում միակ գիշերն է, երբ սևերը միաժամանակ արթնանում են։ Սևերը կարմիրներին հեռացնում են ամեն գիշեր, թիվ ցույց տալու միջոցով։ Բոլորը պետք է ցույց տան նույն թիվը։ Ուզում եմ տեսնել շերիֆին։ Առավոտ։ Բարի առավոտ բոլորին, բարի խաղ բոլորին, կարմիր թե սև նշանակություն չունի, եւ սկսում ենք առաջին օրվա քննարկումները, համար 1 րոպե։ Շնորհակալ եմ։ Ողջունում եմ բոլորին։ Կոչ եմ անում խաղալ տրամաբանական լավ խաղ, լսենք միմյանց, փորձենք հասկանալ կարմիրներին, փնտրենք կարմիրներ, փորձենք հասկանալ կարմիրները միմյանց հետ ովքեր են, փորձենք հասկանալ թե սևերն ովքեր են եւ ով ում դեմ ինչեր է ասում, ըստ այդմ հասկանանք թե ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի օգնենք շերիֆին ճիշտ գտնել սևերին, լսենք շերիֆին ուշադիր, կոչ եմ անում նաև բոլոր կարմիրներին, որ շերիֆը սովորաբար խաղի ժամանակ այնպես է խաղում երբեմն, որ ավտոմատ իրեն սևացնում է, դրան հետևողական լինենք շերիֆին չսևացնենք, խաղից չհանենք։ Ես կուզեմ նույնիսկ որ համար 10-ը ինձ կիսի, եթե ինտեգրացիան առաջադրվի, ես լսեմ բոլորին, էլի խոսքս ասեմ։ Հաստատ կարմիրներին օգտակար խաղացող եմ, ես կարմիր խաղացող եմ եւ մաղթում կարմիրների հաղթանակ։ Շնորհակալություն, համար 1, համար 2։ Ողջունում եմ բոլորիս։ Նախ ասեմ համար 1-ի հետ կապված, հենց կոնկրետ կարմիրական խաղեր, ինքը հենց կոնկրետ ուզում է իր թիմը դզի, ինձ էլ դուր գալի իր այդ խոսքը, դրա համար ես կխաղամ համար 1-ի հետ, բայց քանի որ ինքը շեշտեց, որ ուզում է համար 10-ը իրան կիսի, ես էլ կուզենամ կիսի, որովհետև ես իր այդ առաջի անգամ եմ խաղում, չգիտեմ իր խաղալու ձևը, բայց ինձ թվում է տրամաբանորեն վերլուծություն կարող եք անել, դրա համար ընդունեք համար 1։ Համար 1 ընդունված է։ Թող կիսվի ու ձեր կարծիքը նույնպես լսենք։ Բաս։ Շնորհակալություն, համար 3։ Շնորհակալ եմ, ողջունում եմ բոլորիս, լավ խաղ եմ մաղթում։ Ուրեմն սկսեմ համար 1-ից, համար 1-ի բացումը իհարկե շատ հետաքրքիր էր, բայց ես ճիշտ այս պահին գույն չեմ տա իրեն, բայց ամեն դեպքում ուշադիր եմ լինելու իր խաղին։ Համար 2-ը նույնպես իմ համար առաջի կռուգում ինչ-որ գույն տալը, դա մի քիչ լոգիկայից դուրս է, դրա համար կխուսափեմ ինչ-որ բաներ անեմ, քանի որ համար 1-ի տեխնացությունը արդեն դրված է ու ինքը բնականաբար 10-ի որոշմամբ եթե կլինի, կխոսի, կլսենք, բան չկա ասելու, բոլորիս լավ խաղ եմ մաղթում, շնորհակալություն։ Շնորհակալություն, համար 4։ Շնորհակալ եմ, ողջունում եմ բոլորիդ, համար 2 շան, խոսքը սկսեցիր նրանով, որ համար 1-ը լավն է, իր հետ չես խաղացել, շատերի հետ է խաղացել ես, պես մեկը չգիտես կարմիր են թե սև, դա ինչ որ արգումենտ չի, դրա համար ընդունեք 2, ես 1-ից հələ որ կհրաժարվեմ, խաղում եմ 3, ես 2-ին վատ եմ տեսել, համենայն դեպս 1-2 կարծում եմ, որ տարբեր գույներ ա նստած, որտեղ որ ավելի սև կարա լինի 2-ը, որովհետեւ բերած այդ արգումենտը լավը չէր։ Նայ, դու համար 1-ին լավ ես դնում, բայց իր քվեարկությունն ես դնում։ Որ խոսա։ Համար 10-ն է դա որոշում։
Հələ որ այսքանը փաս։ Շնորհակալություն, համար 5։ Ողջունում եմ բոլորիդ, ամեն դեպքում սենց անդրադարձ կանեմ համար 1-ից մինչև համար 4, հավատացի համար 1-ին, չհավատացի համար 2-ին, չհավատացի համար 3-ին, չհավատացի համար 4։ Ես կարմիր խաղացող եմ, դա իմ կարծիքն է, ամեն դեպքում կարմիր խաղացող եմ, համար 1 առայժմ կխաղամ ձեզ հետ։ Տեխնացիաներն է, բայց ինչ-որ պարտադիր է, որ առաջին 3 պիտի դրվից տեխնացիոն, 2 տեխնացիոն կիսենք։ Դե կանանք չդնենք, օրինակ եմ ասում, ոչ թե պաշտպանում եմ ինչ-որ մեկին, այլ օրինակն եմ ասում։ Ամեն դեպքում կուզենայի, որ կարմիր խաղացող լինեի։ 10 վայրկյան խաղայինք համար 4, որովհետև սիրում եմ փող խաղը, շնորհակալություն։ Շնորհակալություն, համար 5, համար 6։ Շնորհակալություն, լավ խաղ եմ մաղթում բոլորիս, ես կարմիր խաղացող եմ, համար 5 ջան։ Դրվում է տեխնացիոն ինչի համար ու կիսում են ինչի համար, որովհետև համար 1 առաջին խոսքն է ասում, այսքան կարծիք իր մասին կազմելուց հետո ինքը պիտի կամ արդարանա կամ ինչ-որ ձևով իրան կամ սևացնի կամ կարմրացնի, իր խոսքով մենք պիտի հասկանանք ինքը ինչ է։ Բնականաբար այսքան խոսացածների մեջ կա սև ու կարմիր խաղացող իմ համար սև խաղացող դեռևս 1-ն ու 5-ն է, խնդրում եմ ընդունեք համար 5։ Համար 5 ընդունված է։ Ես կապ չունի ում եմ քվեարկելու, ընդունեք համար 5, իմ համար 5-ը եւ 1-ը, ես զգում եմ այդպես, արգումենտներով գալիս է այնպես, որ իրանք երկուսը իմ համար սև խաղացող են, այնպես չի, որ այստեղ նստած բոլորի հետ խաղում եմ 2, 3 եւ 4, մի հատ էլ կխոսակ նոր կհասկանանք, բայց ամեն դեպքում ավելի կարևորական եք դուք, քան համար 1 ու 5-ը ինձ համար։ Շնորհակալություն, փաս։ Շնորհակալություն, համար 6, համար 7։ Միանգամից անդրադառնամ համար 5-ին իր անալիզներով, ասում ես 1-ից մինչև 4, քո մասին ոչ մի բան չես ասում, այնց հետաքրքիր է։ Ոչ մեկին չես հավատում, չես էլ մտածում, չես էլ ասում դու քեզ հավատում ես, թե չես հավատում։ Օրինակ համար 2-ին քեզ սև ասում։ Սևացել ես դու համար 2-ին, չէ։ Բայց իմ համար 2-ը սև խաղացող է։ Սև խաղացող ես դու, սև խաղացող ես համար 4-ը, սև խաղացող է համար 6-ը։ Համար 2, 3, 4 մի խոսամ, համար 5 նկատողություն։ Չի կարելի ախր ես ինձ քեզ կա լիքը հարցեր կարամ տամ, կարամ հարցնեմ մի արեք, լուրջ եմ ասում, մի քիչ իրար լսելով խաղանք, որտեղ ես այս խաղից բան չեմ ջոգում։ Ես կան տեխնացիաներ նույնիսկ 10 վայրկյան ու բանը կախել է մոտս արդեն։ Չգիտեմ, մետո համար 10-ը կիսի ես այս խաղից բան չեմ հասկանում։ Շնորհակալություն, համար 8։ Ողջունում եմ բոլորին, մաղթում եմ հետաքրքիր խաղ ու ոնց որ արդեն հետաքրքիր սկսել է։ Համար 5-ի իմ համար կարմիր է, որտեղ տենց կոնկրետ բան չասեց, որ կարելի է մեղադրանքներ անել։ Ես կուզեի ամեն դեպքում համար 2-ին ուշադրություն դարձնենք, որովհետև շատ զուսպ ու հավաքի մեջ է, գող սիրտը դող տարբերակով։ Փորձենք եւս մեկ պատույտ անել, հետո ամեն բան հարց կլինի։ Վերջ։ Շնորհակալություն, համար 9։ Շնորհակալություն։ Համար 1-ը իմ կարծիքով շատ նորմալ բացում է արել, ես համար 1-ի մասով ոչ մի կասկած այս պահին չունեմ, քանի որ առաջին շրջանն է, ավել բան չէր կարող ասել։ Ինձ համար 2, 3, 4 այս պահին ոչ հասկանալի են, եւս մեկ անգամ խոսելուց հետո արդեն ավելի པարզ կլինի։ 5-ի հետ եմ այս պահին խաղում իրականում ու 7 ջան, ձեզ հետ եմ խաղում, չգիտեմ 5-ի մասով եթե կասկածներ նկատեցիք, ուշադիր կլինեմ հաջորդ շրջանին եւս մեկ անգամ, բայց այս պահին իրականում 5-7 ես խաղում եմ, եթե կիսելու ընթացքում այնպես լինի, որ 7-ը կամ 5-ը նորից խոսան, ավելի հստակ կհասկանանք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Եվ համար 10։ Ողջունում եմ բոլորիդ, հարգելի մասնակիցներ, շատ հաճելի է բոլորիդ հետ խաղալ, նաև շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ հրավերն ընդունելու եւ նախագծի մասնակցելու հետ կապված։ Փորձեմ վերլուծեմ խաղը։ Համար 1-ը ինձ թվում է կարմիր խաղացող է, ինքը առաջադրեց, իրան դրեց, կիսվեց, սև խաղացողը չէր ուզենա, դա մեկի հետ խաղում եմ, երկուսն էլ ադուր եսել, մարդը խոսած, ասես մեկը կարմիր է, բայց մարդը ուզել է, արգումենտը բերեց խիա դնում, ընդ դրան չհավատացին 3-ը 4-ը, երկուսի վրա նա կատարին։ 5-ը իմ համար լավ է խոսած է, 5-ը կարմիր է, 6-ի տեքստը կարճ էր, 7-ը ասում է այս խաղից բան չեմ հասկացել, 9-ը տրամաբանել է, 9-ի հետ եմ խաղում։ Ու ջան, չեմ անում, ինձ թվում է ում եք ուզում կիսվես համար 1 ջան։ 5-ի ընդունեք 5, ընդունեք 1, համար 5 հաստատված է, համար 1 հաստատված։ Ուրեմն 2-ից 6 քվեարկում ենք, 2-ից 6 քվեարկում ենք համար 1-ին, մնացածս քվեարկում ենք համար 5-ին։ Հասկանալի է։ Ժամանակ, շնորհակալություն համար 10 ժամանակ։ Այսպիսով, սիրելի բարեկամներ, առաջի քննարկման շրջանից հետո ունենք 3 առաջադրված տեխնացու։ Նրանք են համար 1, համար 2 եւ համար 5։ Կրկնում եմ, համար 1, համար 2 եւ համար 5։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 1-ը։ Շնորհակալություն 5 ձայն։
Ովքեր են կողմ խաղալաքի համար 2-ը։ Շնորհակալություն 1 ձայն։ Ովքեր են կողմ խաղալաքի համար 5-ը։ Մնացած 4 ձայները։ Հետևաբար խաղը լքում է համար 1-ը 5 ձայնով։ Համար 1, 1 րոպե։ Համար 8 ինչ արեցիր։ Ինչի համար։ Ձեր կոտրելու պատճառով խաղը, ես հիմա խաղը լքում եմ։ Տեսեք, ես ուզում լավ հետևալ վերլուծություն անեմ, կարճ ժամանակ ունեմ, դե համար 8-ը ինձ թվում է արդեն իրանով սևացրել է։ Ես իմ բացմախոսքը շատ վատն ա եղել իրականում։ Ու ես հատուկ շատ լավ բացմախոս չեմ ասել, որ տեսնեմ ովքեր են դրա վրա ուշադրություն դարձնում։ Դրա վրա ուշադրություն ա դարձել համար 4-ը չի խաղացել իմ հետ, համար 6-ը չի խաղացել իմ հետ։ Շերիֆը իրանց մեջ պետք է ստուգի, ես կարմիրի խոսք եմ ասել, սևի խոսք չեմ ասել, բայց վատ որակի խոսք եմ ասել։ Հետևաբար դուք դրանով պիտի որ սևանաք, խնդրում ստուգի։ Համար 8-ին ես խորհուրդ կտամ համար 9-ը, համար 3-ը, 2-ը, 7-ը խաղան մի թվում, ինձ թվում է կարմիրներն են։ Համար Շերիֆը ճիշտ կանի նաև համար 10-ին ստուգի, վստահ լինելով որ կարմիր խաղացողը։ Գիտեմ, բայց համար 10-ը կարող է խաղը համախմբել, որպեսզի կարմիրները հաղթեն։ Ես գնում եմ կարմիր խաղացող, համար 8-ի թեթև ձեռքի շնորհիվ։ Ժամանակ, շնորհակալություն համար 1։ Շնորհակալություն համար 1։ Ճանապարհ ենք համար 1-ին։ Ինչ պատմեմ։ Խնդրեցի, որ իմ տեխնատությունը դնեն խաղը կիսվի, որպեսզի կարծիք հայտնեմ, համար առաջինն էի։ Համար 8-ը կոտրեց քվեարկությունը, դրա արդյունքում դուրս եկա։ Երկրորդ խաղն առաջին շրջան։ Չեմ կարծում սև խաղացող էր, կարծում եմ միամտություն էր, բայց չի կարելի այդպիսի միամտություն անել կարմիրների կողմից։ Ես կարմիր խաղացող էի ու հաստատ մեծ օգուտ կտայի թիմին։ Ցավոք սրտի թռա։ Իսկ քաղաքում գիշեր։ Դուրս են գալիս որսի սևերը եւ ցույց են տալիս իրենց զոհի թիվը։ Մաֆիան այս գիշեր խաղից հեռացրեց համար 5-ին։ Դոնը բացում է աչքերը եւ փորձում է գտնել կարմիրների առաջնորդին։ Դոնը այս գիշեր չկարողացավ գտնել շերիֆին։ Շերիֆն է բացում աչքերը եւ փորձում է գտնել սև խաղացող։ Շերիֆը ստուգման ընթացքում գտավ սև խաղացողի։ Բոլորի աչքերը մնում են փակ, խոսում է միայն համար 5-ը։ Համար 5, ձեր կողմից կասկածվող 3 սևերի եռյակը։ Նա կարողացավ գուշակել միայն 1 սևի, որի համար չի ստանա մրցաշարային հավելյալ միավոր։ Արավոտ։ Համար 5, ձեր 1 րոպե կտակը, խոսքի տեսքով։ Էլի չեմ արդարանալու համար 7, ես ասել եմ 2-ի հետ չեմ խաղում, 3-ի հետ չեմ խաղում, 4-ի հետ չեմ խաղում։ Այսինքն իմ համար սևացել են։ Իմ մասով ինչ պիտի ասեի, պիտի պարտադիր արտանայի ասեի, գիտեք ինչ, ես կարմիր խաղացող եմ, դե հիմա հասկացաք, որ իրականում կարմիր խաղացող եմ։ Ինձ համար 9 կարմիր է, 10 կարմիր է, 8-ը միգուցե չհասկանալով քվեարկեց, ամեն դեպքում ուզենայի կարմիր խաղացող լինեի, որ այդ եռյակով հաղթեք։ 7-ը ինձ համար սև է, 6 անհիմն իմ վրա տեխնատություն դրեցիր բան եւ այլն։ Մի խոսքով լավ խաղ, շնորհակալություն ժողովուրդ։ Շնորհակալություն համար 5, ճանապարհենք համար 5-ին։ Ամենակարևորը կասեմ, որ տակտիկալ բունկերը իմ հակն էր, զրահաբաշխոնը, որը օգնեց, որ վերջնական չվախճանեմ, այսինքն գոնե խոսելու հնարավորություն ունենամ հետո։ 3 սևից մի հոգու ճիշտ էի գտել, իմ կողքի նստած համար 4 խաղացողը, բայց վատ բան արեցի, որ 9-ին 10-ին տվեցի կարմիր խաղացող, 2-ն է սև խաղացող էին, հա, հետո արդեն ասեցի ինձ վերևի հատվածում։ Ամեն դեպքում թող հաղթեն ուժեղները։ Եվ շարունակենք խաղը հերթական ցերեկոյան, այսպես ասած, քննարկումներով համար 2, 1 րոպե։ Դե բնականաբար իմ համար կարևոր էր, որ համար 1-ը մնա, որտեղ ինքը իմ համար կարմիր խաղացող էր, ամենակարմիրը ինքն էր եւ համար 10-ը, որ ճիշտ վերլուծություն արեց։ Տեսեք, խաղի կանոնը տենց է, որ խաղը ջարդում է, 8-ին օրինակ պիտի հանենք։ Դրա համար ես տեխնատություն եմ դնում 8-ի վրա, պետք է հանենք, ընդունեք համար 8։ Համար 8 ընդունված է։ Տեսեք, իմ վրա կոնկրետ ատակը արեցին համար 4-ը ես կոնկրետ, ճիշտ է ինքը երևի ճիշտ չէր լսեի իմ ասածը, չեմ անում, բայց կոնկրետ
ատակա էր էտի, դրա համար երևի ինքը ինձ դրա թեկնածություն էր, չեմ հիշում։ Ուզենամ մի հատ էլ լսեմ հենց համար 4-ին ու հասկանամ արդեն հետագա քայլերը։ Մնացածի հետ կապված հետո կասեմ, որտեղ չեմ հասնում։ Շնորհակալություն։ Համար 3։ Շնորհակալ եմ, ժողովուրդ ջան, ուրեմն իմ համար էլ համար 1-ը կարմիրա գնացե, նույնիսկ եթե սևա գնացե, խոսացել է կարմիրների օգտին, խնդրում եմ լսեք էլի։ Ինքը իմ համար կարմիրա գնացե, համար 2-ը եթե 4-ի մեղադրանքից հետո է իրան տեսնում սև կամ ինչ-որ մեկը, եթե այստեղ 4-ին սև է տեսնում, ես ասում եմ 4-ը կարմիրա։ Ու խնդրում եմ համար 7-ին ուշադիր խաղանք, եթե կարմիր եք, խնդրում եմ, ուղղակի ձեր էմոցիաներին հետագայում շատ մարդիկ են տրվում, էլի։ Համար 4-ը կարմիր է, ես իմ գույնը չեմ ասում եմ համար 4-ը կարմիր է, ժողովուրդ։ Եթե կարմիրն է, իմ համար 8-ը հստակ սև է։ Ընդունեք, խնդրում եմ տեխնացությունը համար 8-ի։ Համար 8 հաստատված է։ Ես ոչ խաղային պատճառաբանություն կարամ ասեմ, բայց չեմ ասում խաղը անհետաքրքիր չդառնա, ամեն դեպքում համար 8-ը սև է, ժողովուրդ ջան, ուշադրություն դարձեք, շնորհակալություն փաստորեն։ Շնորհակալություն, համար 4։ Շնորհակալ եմ համառության, ոնց որ ասեմ, թե ինչա ամբողջ ստոլը չքննարկելով դուք կարմիր եք թե սև, ուզում որ դուք գնա, որտեղ համար 1-ը դուրս ա եկել ձեր պատճառով։ Երկուսն է պետք է խաղի մեջ մնային, բայց ոնց որ դուք քվեարկել եք համար 2-ին, դրա համար մենք հիմա ձեզ ենք հեռացնում, որովհետև գուցե դուք սև լինելով, պահել եք ինչ-որ մեկին կամ ինադու այդ սեղանը ոնց որ ջարդել եք։ Դրա համար խնդրում եմ ընդունեք համար 8, հիմա կգնա համար 8-ը, ես մտածում եմ, որ սենց է, 2-8, որտեղ ընդեղ խաղ կա մեկի համար 7-ին եմ ուզում դիմեմ։ Դուք որ ասացիք 5-ը լավը չի, 5-ը տեսել է մեկին լավը, տեսել է 2, 3, 4 վատը։ Այսինքն 5-4-ին չկա։ Բայց դուք 5-4 վատ եք տեսել։ 10 վարկը։ Դուք ասել եք 5-ը լավը չի, 4-ը լավը չի, բայց 5-ը 4, 3, 2 վատ է տեսել, մեկի հետ է խաղացել մենակ։ Դա ինձ բան չի տալիս։ Համար 7 նկատողություն, ժամանակ, շնորհակալություն, համար 6։ Շնորհակալություն։ Ես ոնց որ այն մոլորված կարմիրներից լինեմ, որովհետեւ ինձ համար առաջին շրջանից միանշանակ չէ, բայց խոսք կար, որ 1-ին ու 5-ի այդ տանդեմը այդպես էլ տենց չհասկացա, բայց մեկը իմ համար ամեն դեպքում սև խաղացող էր ու սև խոսք ուներ, 5-ին անհիմն մեղադրեցի ես ու տենց գնաց ես մաքուր կարմիր խաղացող եմ ու կարա նաև սենց վերլուծություն լինի։ Երեխեք, լսում եք։ Կարա նաև սենց վերլուծություն լինի։ Օրինակ 8-ը տենց խաղեր էլ է լինում, որ իրա ինչ որ մեկին ժերտվա է տալի, որ ինքը իրա մի սևը գնա ու ինքը դրանով ավելի կարմրի։ Բայց այս դեպքում ես կքվեարկեմ նենց ոնց որ ամբողջ սեղանն է քվեարկում։ Ես կհանեմ 8 համարին։ Ժամանակ, շնորհակալություն, համար 7։ Ընդունեք համար 10-ի տեխնացությունը, դու կարմիր ես թե սև։ Ձեն մի անի, ասկարա սենց ցույց տաս, կարմիր ես թե սև։ Всё։ Համար 8-ից յան տվեք, ժողովուրդ։ Համար 8-ից յան տվեք։ Համար 10 ինչ հարցադրում է համար 1-ին։ Քո հետ ով ես ուզում որ գնա, կիսվի։ Այսինքն քեզ տվել ենք խաղը 10 համարի, որ դու հարցնես մեկին, որ մեկին հարցնես թե ում ես ուզում ընտրես, մեկն էլ 5-ին է ընտրում։ Նե լոգիկա չկա այս ամեն ինչի մեջ։ Համար 10-ն էլ է սև խաղացող։ Համար 10-ն էլ է սև խաղացող եւ համար 3-ն էլ է սև խաղացող։ Համար 10-ը եւ համար 3-ը սև խաղացող են։ Ինչ, ժողովուրդ, ինչ, 9-ը դու սև խաղացող ես, դու հիմա խաղից գնալու ես։ Տենամ հիմա ոնց ես դոշ տալու։ 10 վարկը։ Ես քվեարկելու եմ համար 10-ի դեմ։ Մնացած ինչ ուզում եք արեք։ Ժամանակ, շնորհակալություն, համար 8։ Անիմաստ եք ինձ սևացնում, որովհետև ի սկզբանե ասեցի 5-ը կարմիր է ու մի քիչ ծլակները թեքեցին ուրիշ կողմ ու ճիշտ դուրս եկա։ Մնացել հետևությունները թողնում եմ ձեզ բանականորեն նայեք ամեն ինչին, ակտիվություն, պասիվություն, իսկ ինչ վերաբերում է ինձ նորից եմ ասում, ես կարմիր եմ, կհամոզվեք շուտով, եթե ինձ հեռացնեք։ Բայց այտենց ձեր բանակն է թույլանում, սիրելի կարմիրներ, առայժմ այսքան է։ Շնորհակալություն, համար 8, համար 9։ Շնորհակալություն։ Ում հետ առաջի շրջանից խաղում եմ, բոլորին խաղից հանեցին, մնացել է համար 7-ը։ Համար 7 ջան, ես մի առումով քո հետ համաձայն եմ համար 10-ի մասով, որովհետև 10 ջան դու ինքդ կարայիր կիսեիր այն մարդկանց մեջ, ում մեջ դու ինքդ էիր տեսնում, բայց անիմաստ ցենց համար 1-ի կողմ տարար այդ ամեն ինչը ու համար 1-ը դուրս եկավ
8-ի պատճառով 8 ջան, եթե դու դաժե կարմիր խաղացող ես, կներես, բայց մեզ տենց կարմիր խաղացող պետք չի։ Եթե մենք մի հատ էլ տենց քվեարկություն դնենք ու էլի տենց խաղը ջարդվի, իմ կարծիքով անիմաստ է դաժե տենց շարունակելը։ Ես քվեարկելու եմ 8-ի դեմ, բայց 7 ջան քո հետ դիտարկելու եմ նաև 10-ի տարբերակը հաջորդ շրջանին։ Հաս։ Շնորհակալություն, համար 10։ Նայեք, առաջարկում եմ, այս խաղը ունի իր օրենքները, ունի իր կանոնները, արդեն որևէ խաղը ես ասում եմ, ինչ չեն լսում, եթե մի խաղացող խաղը ջարդում է, պետքա պատասխան տա իր խաղի քայլերի համար։ Հիմա եթե համար 8-ը ջարդել է, համար 1-ին ասել եմ սկզբից կարմիր է, համար 2-ին ասել եմ կարմիր է, իմ համար եղել են 3-4 զոնը պատասխանի է, բայց հիմա պարտավորենք, հանենք համար 8-ին, քանի որ մարդը խոդ արել ու խոդը ջարդել է կարմիր խաղացող է իմ համար անել, ընդունեք համար 8, բոլոր կարմիրները քվեարկում են անում։ Եթե հանկարծ մի բան դիտորնի կլենք սաղս հասել կտանք համար 8-ին, եթե ինքը կարմիր է վդրուկ, բայց ինձ թվում է դուք շատ լավ դերասաններ եք համար 7-8, բայց այս խաղի մեջ դերասանությունը չի անցնում։ Այստեղ լոգիկան է, տրամաբանությունն է, արգումենտներն են խոսում։ Հա, Լյով ջան, ես քեզ շատ եմ սիրում որպես դերասան, Վահագ ջան, քեզ է, բայց դուք ձեր դերասանությամբ մի փորձեք այս խաղը շեղել եւ փորձել սևական խաղ խաղալ։ Ընդունեք 8, բոլոր կարմիրները քվեարկում են համար 8-ին, համար 8-ը գնում է խաղից ու տեսնում ենք շերիֆը խաղի մեջ է ստուգումներ անում։ Շնորհակալություն, համար 10։ Եվ այսպես քննարկումն ավարտված է, ունենք 2 թեկրածու։ Նրանք են համար 8-ը եւ համար 10-ը։ Կրկնում եմ, համար 8-ը եւ համար 10-ը։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 8-ը։ Շնորհակալություն 6 ձայն։ Հետևաբար մնացած 2-ը անցնում են համար 10-ին եւ հետևաբար խաղը լքում է համար 8-ը։ Համար 8 1 րոպե։ Սխալվեցիք, հայր ջան, կհամոզվեք հետո, բայց ուշադիր եղեք ինչ եռանկյունի է ձևավորվել, ինչ էր խոսում, ինչ արեց, անիմաստ միացավ այն կեղծ թեորիային, որը իմ շուրջ է պտտվում, հա, ասեք ոսաներին, ու մի քայլ առաջ գնացին, այսքան է։ Շնորհակալություն համար 8, ճանապարհենք համար 8-ին։ Կրակվում է համար 2-ը։ Համար 10 նկատողություն։ Նախագծի գլխավոր հովանավորներն են Իջևանի գինու գործարան, Զորելլի ծառայությունների հարթակ, Գտիր անհրաժեշտ մասնագետին Զորելիում 180+ ծառայությունների վերիֆիկացված մասնագետներ, մեկ հարթակում, ընտրիր ծառայությունը, լրացրու պահանջվող մանրամասները, ստացիր առաջարկներ մասնագետներից ու համեմատիր։ Հարմար տարբերակը հաստատելուց հետո մասնագետը կայցելի ու կկատարի պատվերը։ Զորելի, օգնող ձեռք յուրաքանչյուր ընտանիքի համար։ AH Travel տուրիստական ընկերություն։ Ճամփորդությունը պարզապես տեղ հասնել չէ։ Դա զգացողություն է, որը սկսվում է ճիշտ ընտրությունից։ Բարի գալուստ LH Travel։ Ձեր վստահելի ուղեկիցը աշխարհի ցանկացած ուղղությամբ։ Մենք ստեղծում ենք ոչ թե ուղեկի տուրեր, այլ հիշողություններ, որոնք մնում են ձեզ հետ երկար տարիներ։ Պլանավորիր քո հաջորդ ճանապարհորդությունը մեզ հետ 077 52 18 12 LH Travel։ Ճանապարհ դեպի քո լավագույն հանգիստը։ Հովանավորներն են Տակտիկալ բունկեր, Մոգո ունիվերսալ վարկային կազմակերպությունը, Սա լավ տեսք չունի։ Ուզում ես շտկենք։ Հա, շատ ավելի լավ է։ Մոգո, ստացիր անգրավ վարկ եւ դարձրու կյանքի բարեփոխումները հասանելի։ Այբոլիթ հեռախոսների եւ աքսեսուարների մասնագիտացված խանութ սրահների ցանցը, Կեչուտ ռեստորանային համալիրը, Վարվիքս մսամթերքի արտադրամասը։
Ցուցադրման հովանավորներն են LikeNet ընկերությունը, LikeNet ընկերությունը մատուցում է ինտերնետ եւ հեռուստատեսային ծառայություններ։ Մեզ հետ դուք ստանում եք անխափան ինտերնետ եւ բարձրորակ բազմաթիվ հեռուստաալիքների դիտման հնարավորություն։ Հատուկ առաջարկ, հրավիրիր ընկերոջդ եւ ստացիր 1 ամիս անվճար ինտերնետ։ LikeNet, որակյալ կապի ձեր վստահելի ընտրությունը։ Ledizone կանանց մարզասրահների ցանցը, $379 գարեջուր, Full Service Consulting հաշվապահական ընկերությունը, Ինչպես գիտեք, մաֆիայում կան կարմիր եւ սև խաղացողներ։ Այդ իսկ պատճառով Full Service Consulting-ը այսօր ներկայանում է այս հանդերձանքով։ Full Service Consulting աշխատողական ընկերությունը համագործակցում է Մաֆիան քաղաքում հաղորդաշարի հետ եւ հայտարարում ենք, որ եզրափակիչ անցած բոլոր մասնակիցները կստանան 100,000 դրամ արժողությամբ նվերքատեր մեր բոլոր ծառայություններից օգտվելու համար։ Բոլորին մաղթում ենք բարի դիտում։ Գիշեր։ Դուրս են գալիս որսի սևերը եւ ցույց են տալիս իրենց զոհի թիվը։ Մաֆիան այս գիշեր խաղից հեռացրեց համար 2-ին։ Աչքերը բացում է Դոնը եւ փորձում է գտնել շերիֆին։ Դոնը ստուգման ընթացքում գտավ շերիֆին։ Աչքերը բացում է շերիֆը եւ փորձում է գտնել սև խաղացող։ Շերիֆը ստուգման ընթացքում գտավ սև խաղացողի։ Արավոտ։ Համար 2։ 1, 2, 3։ Բան ունեք ասելու։ Խնդրեմ, 1 րոպե։ Շերիֆը ես էի առաջի գիշերը ստուգել եմ համար 4-ին սև խաղացողը, համար 10-ը սև խաղացողը, մնացածը դուք որոշեք։ Թեկտածությունը մի անգամից դրեք 2-ի վրա, հանեք շերիֆը ես էի խաղի, ինքը բլեֆ է անում, գիշերը քնելուց առաջ ասեց գիշերը կրակվում է 2-ը, իմացեք։ Սաղին ստուգել եմ։ Եվ համար 6 նկատողություն։ Ես սպաս։ Բոլորը լավ։ Ճանապարհենք համար 2-ը։ Դե ինչ, շարունակում ենք եւ շարունակում ենք բավականին հետաքրքիր ձևով։ Շարունակում ենք մի կարճ նախադասությամբ։ Սիրելիներս, հաղթանակ սևերին։ Սևերի։ Ոչ մեկի խոսքը չի ուզում ասեի, որ չի կարելի, որ մեկին պրոստը տակ սեղանը ջարդվել, հաջորդ գիշեր բան դինի։ Ես քեզ ավարտում եմ։ Նշանասն 10-ին հանուն տեսնել եք, Կարմիր էխի է ջարդում, է չեմ հասկանում։ Ապչունի ցավը տանեմ 8-ը մոլորված կարմիր, խնդրում եմ։ Կարմիր է։ Նախընտրական փուլի արդյունքներով եզրափակիչ անցան հետևյալ մասնակիցները։ Ունես հաղակարեցին տրիվ-տրի, մի անգամից 3 շերիֆը վատ խաղաց, սեմերը շատ հեշտ խաղ ստացվեց, բայց իրականում Շատ ահավոր բարդություն ենք կրել։ Ճիշտ ասած, մի քիչ ինտուիցիայի վրա հույսս դրեցի ու սխալվեցի։ Իմ ամիջապես կողքին նստած 4-րդ համարը ինձ կարմիր էր բացվել։ Այդ թե ինչ է նշանակում ինտուիցիային լսելը։ Դրա համար խայտառակ բարդություն ենք կրել։ Ինչ անենք, իրողությունը սա է։ Հա, սրտիս վկայում է, որ տենց պետք է լինի, շերիֆն կա, շատ է ուզում օգնել, բայց խաղի կանոնների մեջ մտնում է, որ ջարդում է, իրան պետք է քվեարկություն դնեք, եթե ես քվեարկություն չդնեի, սևերը թույլ խաղացողներին
մանիպուլացնելու էին ու ասելու էին, որ սեյվին է պաշտպանում։ Դրա համար ես ստիպված 8 համարին քվեարկեցի, որ հանենք, հետո նոր արդեն մնացած ու չգիտեմ խի ներքին կարգով վստահություն ունեի համար 10-ին, բայց այդ ես ինձ միշտ խորհուրդ են տվել, որ պետք է սխալ, դա սխալ է, ես դες բան չանեի, ես իմ մեղքն է մի խոսքով, ես ընդունում եմ մեղքը, իմ կարմիրների ներողություն եմ խնդրում։ Շնորհավորում եմ Սևերի դաղալ հաղթանակը, ինչ ասեմ։ Դե շատ ուրախացա, որ հաղթեցինք իհարկե, բայց ես նաև կարծում եմ, որ այս ամեն ինչը Սևերի հաղթանակը շերիֆի վատ խաղի արդյունք էր եւ որ կարմիրները ավելի համախմբված չխաղացին, դա էր։ Շատ ուրախ եմ, իրականում վերջապես Սև խաղաքար ունեցա ու հենց դոնն էի ու խաղը հաղթեցինք։ Այո, շատ ուրախ եմ, արդեն այսօր իմ վերջի խաղն էր նախընտրական փուլում, երրորդ հանդիպումն էր ու իմ կարծիքով եւ ստոմա բոլորը տեսել են օբյեկտիվ կարծիքով 3 խաղներ լավ եմ խաղացել, այսօր Սև է ընկել, շերիֆը ինձ ընթացքում բացվեց որպես շերիֆ եւ ես նրան համոզեցի, որ ես կարմիր եմ եւ ինքը իմ հորդորով դրեց կարմիրի տեխնայությունը, դա էլ է պրոֆեսիոնալիզմ, պետք է ճիշտ կողմնորոշել եւ ճիշտ ժամանակին բացվել։ Ոնց որ հաղթողներին չեն դատում, հաղթել ենք եւ սպասենք, տեսնենք արդյունքներին, այսօր մեր մոտ վերջին նախընտրական վերջին օրն է եւ շատ շուտով պարզ կդառնա թե գործարարներից, թե հանրային դեմքերից ովքեր կհայտնվեն եզրափակիչում, ես շատ հույսով եմ, որ ես կլինեմ այդ ցուցակի մեջ։ Շնորհակալություն ուշադրության համար։ Տիկնակ եւ պարոնայք, սիրելիներս, այսօր այսքանն էր, եղեք առողջ, ուրախ, երջանիկ։ Եվ այս խաղով, այս ամենով մենք ավարտում ենք նախընտրական խաղերը։ Կհանդիպենք եզրափակիչ խաղերին։ Թե իսկ ընդհանրապես կրակոցները մեր կյանքում թող լինեն միայն մաֆիայի խաղասեղանի շուրջ։ Կհանդիպենք եզրափակիչում։ Մաֆիան քաղաքում